հիմա հիմնական մեր խնդիրները կապված է դատախազության հետ կապված, պրոբացիայի հետ կապված, որ այսօր քերակատարողականը օրինակ տալիս է տեղական եզրակացություն, բայց պրոբացիան մեր հետ զրուցելուց 15-20 րոպե զրուցելուց հետո բացասական եզրակացություն է կայացնում, պատճառաբանում է կրկնահանցագործության վտանգ տեսնում այդ ամեն ինչի մեջ, բայց ինքը հաշվի չի առնում այն բանը, որ մենք 20 տարի ստեղ նստած ենք, եթե քերակատարողականը օրինակ տվել է տեղական եզրակացություն, իրենք 20 տարի աշխատել են, չէ՞ մեր հետ, որ այդ տեղական եզրակացություն, բայց իրենք 15 րոպեվա ընթացքում մերժում են, ու ինչու՞մ է կայանում այդ Ինչու են մերժում։ Պատճառաբանում են կրկնահանցագործության վտանգ են տեսնում։ Ու իրանց հետ չես կարող դու առանձին զրույց ունենաս, դուք ոնց հասկացաք, ինչից հասկացաք, ու 99% դեպքերը կարելի ասել 100% դեպքերը պրոբացիայի որոշումը դատարանը վեկանում է դի 5 ու մերժում է բաժանկետները։ Օրինակ նայեք, ամեն տարի համարյա 4-5 հոգի մարդիկ են մահանում ծնողներից։ 4-5 հոգի մարդիկ են մահանում ու հիմիկվա այս վերասոցիալականացման այս ծրագրերը որ կա, ոնց որ անիմաստ ձգձգ են, մեր կալանքը անիմաստ ձգձգում է։ Հիմա նայեք, օրինակ եթե ինչ-որ մի հատ խախտում է լինում, այդ խախտման համար մենք պատիժ ենք կրում, օրինակ կարծեր ենք գնում, տեսակցությունից ենք զրկվում, հեռախոսազանգից ենք զրկվում, ու դրա համար պատիժը կրում ենք մենք։ Երկրորդ անգամ, եթե գալիս է վաղաժամկետի ժամանակը, դատախազությունը հիմք է վեկանում, որ դու խախտում ես արել, դրա համար մերժում ենք քեզ, դրա համար չի կարելի ես Դու կարծում ես արհեստական այդ մերժումները։ Էսի ոչ թե արհեստականը, էսի հնուց եկած, նայեք, նախկինում ծնողների թեման փակ էր։ Նախկինում ծնողների թեման փակ էր, դաժե ռեժիմ չէին փոխում, 1-2 հոգու համար ռեժիմ փոխեցին, բայց այս 18 թվից հետո ոնց որ շարժը սկսեց ծնողներից մարդիկ ազատվեցին ու կանգ առավ էդի, չգիտես ինչ որ ժամանակ կանգ առավ։ Հիմա ծառայության պետի հետ նախարարի հետ զրույցում եկանք այն համաձայնության, որ այդ հին կարծրատիպերը կոտրվի, այդ ռեժիմների փոփոխությունները լինի, ընդհանուր այս վաղաժամկետի բաց կալանք այդ հարցերը արագացնեն իրանք, որ այդ հնով չշարժվեն էլի հին ձևով ոնց որ եղել է տարիներ շարունակ։ Հիմա նախարարության հետ մեկ էլ քերակատարական ծառայության հետ եկել ենք այդ համաձայնության, որ այդ հարցերը կարգավորվեն սա։ Դու քանի անգամ ես դիմել Մի անգամ եմ դիմել, ես վաղաժամկետին 22 տարի նստած եմ, ճիշտ է իմ վալերը չէր ելիքում, քերակատարողական բացասական տվելն պրոբացիան, բայց ընդհանուր նայեք այդ պրոբացիոն ծառայությունը ոչ մի դերական բան չի տալի, ինքը այսօր կարող մենակ այդ GPS ծրագրերը որ վերահսկում են, մենակ այդ կարող Ինչ գործակ ունի։ Սպանությունը, ծնողների գործերը սպանությունը, վատ ժամանակներում ենք դատապարտվել, ու նայեք, հիմնական խնդիրը ինչու՞մն է։ Այն ժամանակ մի սպանության համար դատապարտել են ՑՄ, մի սպանության համար, որ չկա ոչ մի դաժանություն, ոչ զենք է օգտագործվել, ոչ խոսքի տանակ է օգտագործվել, ուղղակի կռվից մարդ է մահացել, ու բռնել են այն ժամանակ շատ վատ ժամանակներ էր, հիմա չեմ ուզում այդ պաշտոնյաների անունները տամ։ Դու ընդունում ես քո բանալիքը։ Դե հիմա նայեք ոնց է, հիմա օրենքով ասում է պետք է ընդունես, որ ազատվես, անկախ ամեն ինչից դու մեղավոր ես թե անմեղ ես, օրենքը մի հատ այնց վատ պահանջ է դրել, որ ասում է գիտեք ինչ կա, դու պետք է քո մեղքը ընդունես, հիմա դու կապ չունի դու մեղավոր ես թե անմեղ ես, օրինակ Քոչարյան Արտուրի օրինակը բերեմ,
Քոչարյան արտուետ ես նստել եմ, տղան ես գիտեմ, որ անմեղ է, ու իրեն այսօր ասում են դու պետք է մեր կտել տունես, որ ազատվես։ Շատ խնդիրներ կան, Նարեկ ջան, շատ խնդիրներ կան, որ հնից եկել է, հիմա չգիտեմ, ինչքանով կկարողանան այդ խնդիրները վերացնել, ամենայն դեպս նախարարի Ինչ էր ասում նախարարը այդ ձեր խնդիրը կա։ Դե մենք սա խնդիրները ներկայացրեցինք թե քերակատարողականի հետ կապված, թե քերական գործերի հետ կապված, այդ սա խնդիրները մանրամասն ներկայացրեցինք նախարարին, նախարարը նշեց, ասեց մենք կփորձենք հնարավորինս արագ վերացնել այդ հարցերը, մոտակա ժամանակներս այդ հարցերի լուծումները գտանք, այդ հարցերի լուծումները կփորձենք գտնենք, որ մեր պահանջը էս է եղել, այն ինչ օրենք որ գրած է, այդ օրենքները աշխատի։ Պրոստո սիրունդ գրած է, բայց չի աշխատում։